այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի հոգու ցուցում, բացահայտ լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ։ Որտեւ իրավական բացարձակ ոչինչ չկա, գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ, բանի հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Մնացած այո կալանքը եղավ եւ դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել, որ դուք պատկերացրեք, օրինակ այդ գործով մի հատ ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի, շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները, այո, փաստորեն մենակ մարդուն, Արամայիս Ворսկանյանին տնային կալանք են տվել, իսկ կնոջը կալանք են տվել եւ 2 աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս, ու այս կնոջը տարել են կալանքի։ Գիտեք, ապշում է սուղակի, ոնց կարա ասենք նույն քննիչը նման միջնորդությամբ անգամ մտնի դատարան ու դատարանն էլ լինելով, չգիտեմ, հայ, տղա մարդ, չգիտես ոնց ասես, որոշի, որ այդ չէ, անպայման պետք է այդ մարդը լինի բանտում։ Ասենք ինչ չէր կարա տնային կալանքի մեջ լիներ, եթե անգամ այսպես իրավական այդ շղարշը տալիս են։ Չգիտեմ, ես օրինակ չգիտեմ այդ երեխեքին ով պետք է պահի։ Պատկերացնում եք, չէ, քուրն էլ է աստորեն կալանքի մեջ, մայրն էլ է կալանքի մեջ, հա։ Հիմա ձեզ կասեն այդքան փող ունեք, կօգնեք այդ մարդկանց։ Ինչ ասենք են երեխեքը մայր չունեն, մենք գնանք այդ երեխքին մայր, ինչ մայր ջան ինչ ասելու բան այլ է։ Բաղոթեն այսքան կոնկրետ, էլի քանի անց կա կալանավորված է այս պահի դրությամբ ովքեր վարու դուք չգիտեմ, առնվազն 4 այդտեղ, եղբայրս է մի քանի տնօրեն կառուցոր, 5-6 առնվազն էլ, այս բանը այսպես ինֆորմացիան ամբողջական չունեմ էլ։ Այո, փաստորեն հորս հետ կապված 24 ժամի այսպես ռեժիմով էին մտել, երեքան որ առողջական խնդիրներ կար, շատ էին ուզում որ դատարան բերեին, բայց բժիշկները ասացին որ չի կարելի։ Այսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը արդեն ու նոր որոշումով գնացել են էլի 24 ժամյա այսպես այս ռեժիմի մեջ մնալու համար տեսնենք կարծում եմ դուք բժիշկական բոլոր հնարավորությունները նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու լսել եք ցուցումները այստեղ հիստերիկ մեկը կար խոսում էր իմ դեպքում Միքայել ավել պետքա լինի դատախազը պետքա գա այստեղ ու ընդհանրապես այս քրեական գործերը հատկապես ապօրինի ինչով են այսպես անարդար պայմաններում ենք լինում որովհետև կա նախաքննական գաղտնիք եւ սրա տակ ինչու այսինքն իրանք ինչ ուզում տարածում են եւ դու սահմանափակ ես լինում այն абսուրդները ցույց տալու իսկ եթե իմ դեպքը լինի փորձեն բերեն գլխավոր դատախազը պետքա գա այստեղ այսինքն շատ ավելի չեմ կարծում որովհետեւ այս իրանք կուզենան խուսափել այս փուլում դրանից նորից եմ ասում իրանք պետքա այդ ռեպորտաժները տալ մասկաներով չգիտեմ վազելով տուն են մտնում ինչ որ այսպես մեծ թվեր են ասում բան են ասում որոնց տակ իրականում դատարկությունն է բայց շատերը չեն հասկանում դա ժողովուրդը նայում է ու շատ էս չի խորալ մեզ ամեն ինչի մեջ իսկ եթե դատախազը գար այստեղ մենք արդեն պետք է հարցեր տանք ինքը ստիպված է լինելու պատասխանել